Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 4. Եվ Հիսուս հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա ու Գավառի բոլոր կողմերում նրա համբավը տարածվեց, և նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում փառավորվելով բոլորից։ Եվ եկավ Նազարեթ, ուր նա սնվել մեծացել էր, և ըստ իր սովորության շաբաթ օրը ժողովարան մտավ, և նրան տվին Եսայի մարգարեի գիրքը, և նա վեր կացավ ընթերցելու։ Եվ երբ գիրքը բացեց, գտավ այնտեղ, ուր գրված էր. «Տիրոջ հոգին իմ վրա է, դրա համար իսկ օծենց ինձ։ Ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու և կույրերին տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու»։ Եվ փակելով գիրքը տվեց պաշտոնյային ու նստեց։ Եվ ժողովարանում գտնվողների բոլոր աչքերը նրա վրա էին սևեռված։ Սկսեց ասել նրանց. «Այսօր այս գրվածքները կատարվեցին, երբ լսում էիք ձեր ականջներով»։ Եվ բոլորը վկայում էին ու զարմանում նրա բերանից ելած շնորհալի խոսքերի վրա ու ասում. «Սա Հովսեփի որդին չէ՞»։ Եվ նա ասաց նրանց. «Անշուշտ, ինձ այս առածը կասեք. «Բժիշկ, բժշկիր ինքդ քեզ»։ Այն ամենը, ինչ արել ես Կափառնայումում, որչափ որ լսեցինք, արա և այստեղ, քո գավառում»։